Բարև բոլորին, ես այսօր նկարահանում եմ Արուջ գյուղի դպրոցը։ Իսկ հիմա դուք արդեն տեսնում եք, մենք մտնում ենք Արուջ գյուղի դպրոցը։ Բացենք դուռը։ Արուջ գյուղի դպրոցը ունի 2 հարկ։ Սկսենք։ Սա առաջին դասարանն է, ցավոք փակ է, այնտեղ պահեստներ են, երկրորդ դասարանը, ցավոք սրտի երկրորդ դասարանն էլ է փակ, չենք կարող նայել, հաջորդականությամբ եկանք և այստեղ 4-րդ դասարանն է, և բացենք, դուռը բաց է, մտնենք ներս, մենք տեսնում ենք, որ դասարանը պլիտաներով են տաքացվում և շատ գեղեցիկ է զարդարված, շատ գեղեցիկ, այստեղ էլ ծաղիկներ են, դաշնամուրը, փչակը, գրատախտակը, Մեսրոպ Մաշտոցի նկարն է, այստեղ այբուբենը, այստեղ էլի թվեր, վերևում թվեր, գումարում, հանում, բաժանում, բազմապատկում, մեծի փոքրի նշան, իսկ այստեղ նույնպես տառերն են, այստեղ հայերեն, մեկ էլ ռուսերեն տառերն են, այս ամբողջ դասարանը, սա 4-րդ դասարանն է, անցնենք հաջորդ դասարանին, այստեղ 12-րդ դասարանն է, մտնենք ներս, մենք ինչ ենք այստեղ տեսնում ենք պլակատներ, որը 12-րդ դասարանի սաներն են նկարել, այստեղ էլի պլակատ, քիմիայի կապերը, էլի տես պլակատներ, գրատախտակը, դասադուլի սեղանը, սա բոլոր դասարանները տաքանում են պլիտաներով, նաև ես նշեմ, որ հենց այս դասարանում, որ հիմա մենք գտնվում ենք, մենք անցկացնում ենք կիրակնօրյա դասերը, անցնենք հաջորդ դասարանին, ցավոք 3-րդ դասարանի դուռն էլ է փակ, անցնում ենք այստեղ 11-րդ դասարան, այստեղ բաց է, մենք տեսնենք, շատ փոքրիկ դասարան է, այստեղ կա գրատախտակ, դասադուլի սեղանը, աշակերտների սեղանները, այսքանը, սա 11-րդ դասարանն է, անցնենք հաջորդ դասարանին, գնում ենք հաջորդ դասարանը, 5-րդ դասարանն է, այստեղ նախակրթարանն է, բաց է ոնց որ, բայց չի գնում բացել, բացեցինք, սա նախակրթարանն է, փոքրերի համար, նախատեսված է շատ գեղեցիկ է եղել, ամեն ինչ կա, երեխաներին սովորեցնում են արդեն թվերը, տառերը, նկարել, այստեղ կան լիքը
երեխաների պատրաստածներից, հեսը այստեղ նույնպես կան, այստեղից երեխաները օգտվում են, սա, հեսը այսպես, այստեղ խաղալիքներ կան, ջրի համար, բայց չի աշխատում ոնց որ պակրանալու, ամեն ինչ կա փոքրիկ երեխաների համար, նայեք ինչքան գեղեցիկ է, սա 5-րդ դասարանն է, այստեղ նույնպես կա դաշնամուր, այստեղ կա մեծ գեղեցիկ պլակատ, նայեք ինչքան գեղեցիկ է, երեխաներն են սարքել, սա, այսքան բան, բարձրանում ենք հիմա երկրորդ հարկ, հասնենք երկրորդ հարկ կնկարեմ, մենք հիմա կսկսենք 5-րդ դասարանից, սա մեր դասարանն է, մտնենք ներս, այստեղ գեղեցիկ պլակատներ կան, մեր նստելու տեղը, նաև ես նկարել եմ նույնպես պլակատ, տաքանում ենք, ամեն ինչ գեղեցիկ է և հարմար, այստեղ էլի մեր ձեռքի գործն է, ամեն ինչ որ սարքել են գեղեցիկ, անցնենք հաջորդ դասարանին, գնացինք, սա տնօրենի կաբինետն է, բայց փակ է, այստեղ նույնպես կան պլակատներ, մեծ պլակատներ, հեսա, սա եղել է ՆԶՊ-ի դասարան, բայց հիմա 8-րդ դասարանն է այստեղ սովորում, մտնենք ներս, այստեղ կան մոլորակի կարմաները, այստեղ նույնպես, այստեղ պահարաններ գեղեցիկ, շատ գեղեցիկ, այսպես նայեք, այստեղ նույնպես կան քարեր, իսկ հիմա սա դասախի սեղանն է, սա ամբողջը, իսկ հիմա անցնենք հաջորդ դասարանին, սա 10-րդ դասարանն է, մտնում ենք ներս, մենք ինչ ենք տեսնում, սա քիմիայի դասարան է, սա քիմիայի համար է, սառնարանը, իհարկե էլի քիմիայի համար, այստեղ աշակերտները նստում են 10-րդ դասարանի, սա էլ դասատուի համար է, հատուկ, սա աշակերտների համար է, դուրսը այսպես, այնտեղ ճաշարանն է, ուղղակի դուռը փակ է, անցնենք հաջորդ դասարանին, իսկ հիմա մտնում ենք 9-րդ դասարան, այստեղ նույնպես կա պլակատներ, այստեղ պլակատներ, այստեղ Սուրբ Էջմիածնի եկեղեցու նկարը, էլի,
էլի պլակատներ, անցնենք հաջորդ դասարանին։ Այստեղ ԹՀԳ-ի դասարանն է, համակարգչային կաբինետը, պրինտեր ու լիքը կամպյուտեր։ Անցնենք հաջորդ դասարանին։ Հաջորդ դասարանն է, մտնենք ներս։ Այստեղ նույնպես կա պահարան երեխաների համար, ամեն ինչ կահավորած է, դասատուի համար, պլիտաները, որ տաքանան, շատ գեղեցիկ է, գնացինք։ Սա գրադարանն է, բայց մենք չենք կարող մտնել, որովհետև դուռը փակ է։ Գեղեցիկ այստեղ սարքած է։ Դեպքեր ես այսօր այսքան նկարեցի ձեզ համար։ Ես իդեպ նշեմ, որ մեր զոհված զինվորների համար այստեղ մի անկյուն կա։ Զոհված զինվորների համար մի անկյուն կա, իսկ այսօր այսքանը, ցտեսություն։